Կադրերում 7 տարեկան Էնդրյուն է, ով ցուցմունք է տալիս մոր դեմ։ 2008 թվականի Ֆլորիդայում տեղի ունենում դժբախտ դեպք։ Էնդրյուի քույրը, ով շատ փոքր էր, խեղդվում է ջրի մեջ, ավելի կոնկրետ իրենց տան բակում գտնվող փչովի բասեյնի մեջ։ Էնդրյուն մեղադրում է մորը։ 7 տարեկան հասակում տղան հասկանում է ինչ է խոսում, հասկանում է ինչ է կատարվել եւ բոլորի մոտ պնդում է, թե ինչպես է նա տեսել, որ իր քրոջը մայրը խեղդել է ջրի մեջ։ Դատարանը կարծես թե չի ցանկանում տղային հավատալ, քանի որ նորմալ է, որ 7 տարեկան հասակում երեխան կարող է ցավից, ստրեսից կամ էլ շատ ոգևորվածությունից հորինել ինչ-որ բան, որը իրականությանը համապատասխան չէ, բայց քննությունից հետո պարզվեց, որ մայրը իրականում խեղդել է իր աղջկան ջրի մեջ։ Սա բացատրվում է միայն նրանով, որ մայրն ունեցել է հոգեբանական խնդիրներ, իսկ աղջկա ձայները, աղաղակները նրան ուղղակի զզվացրել են եւ նա որոշել է ազատվել այդ խնդիրներից։ Մորը ցմահ դատապարտում են, իսկ այսօր Էնդրյուն արդեն մեծացել է, տարիքով բավականին մեծ է, զբաղվում է տարբեր բարեգործական կազմակերպություններում որպես կամավոր, ինքն էլ ունի իր կազմակերպությունները, իսկ մայրը մինչ օրս շարունակում է բանտում մնալ բանտարկված։ Բայց ով գիտի, միգուցե Էնդրյուն իրոք հորինել է այս ամեն ինչը, իսկ ոստիկանները ուղղակի ցանկացել են գործը շատ արագ փակել։ Մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով։